Հայաստանի արտգործնախարարությունը հիասթափված է Ստամբուլի հռչակագրից։ Իսլամական երկրները հորդորում են Երևանին կատարել Բաքվի ցանկությունները։ Աշխարհը շունչը պահած սպասում է, կլինի պատասխան հարված Թեհրանից։ Իրանի արտգործնախարարը Մոսկվայում։ Եթե Իրանի ուրանը վնասվեց, վտանգը մոտ է։ Այս պահին ռադիոակտիվ փոփոխություն չկա։ Արևելքի կրակը չի իջնում, Նեթանյահուի նամակը լացի պատում։ Ինչպես է դիրքավորվել Անկարան Երևանի հետ հարաբերություններում։ Չկա Էջմիածին առանց հայության եւ չկա հայություն առանց Էջմիածնի, հոգևոր ուղերձ քաղաքական իշխանությանը։ Պայքարելու ենք Սամվել Կարապետյանի նամակը կալանավայրից։ Օրինապահները օրինախախտ 8 ոստիկան հեռացվել է համակարգից թմրանյութ օգտագործելու մեղադրանքով։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է կարևորի մասին, տաղավարում Հայկ Նավասարյանն է աշխատում։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովում ընդունած Ստամբուլի հռչակագրում եւ Բաքվի նախաձեռնած 5 բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված եւ ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Տվյալ փաստաթղթում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին եւ տրամաբանությանը։ Իսկ Ստամբուլում անցած 2 օրերին կայացած հավաքի ավարտին իսլամական երկրները եզրափակիչ հայտարարություն են ընդունել, որով հորդորում են Երևանին կատարել Բաքվի պահանջները։ Հայաստանի արտգործնախարարությունը այդ պետություններին հիշեցնում է, որ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի հստակ տարածքային պահանջ է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա եւ չի կարող լինել այսպես կոչված արևմտյան Ադրբեջան։ Ինչ վերաբերում է խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիներին, ապա նրանք ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Հայաստանից հեռացել են կամավոր, կարողացել են վաճառել կամ փոխանակել իրենց գույքը կամ ստացել են փոխհատուցում Հայաստանի կառավարությունից։ Ցավոք նույնը չի եղել հայերի ճակատագիրն Ադրբեջանում, Բաքվում, Սումգայիթում եւ այլ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հայերի կոտորածներ եւ բռնի տեղահանում։ Իսկ նույնօրինակ վերջին դրսևորմանը մեր տարածաշրջանում աշխարհն ականատես եղավ 2023-ի աշնանը, երբ ավելի քան 115,000 հայեր ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը, ենթարկվելով էթնիկ զտման։ Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում վերոնշյալ հռչակագրին եւ բանաձևերին միացած Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրներին վերանայել եւ վճռականորեն հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը թիրախավորող եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը վտանգող կողմնակալ նախաձեռնություններից։ Բաքվի ջրաղացին ջուր լցնող իսլամական աշխարհին զուգահեռ մեր հարևան երկրի հետ բռնկված կրակը չի մարում։ Ու քանի դեռ Իրանի ձեռքերը զբաղված են Իսրայելով, առիթը բաց չի թողնում Ադրբեջան-Թուրքիա զույգը կրկին օրակարգ բերում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը։ Երևանից ասում են, եթե իրենց ուզածը մեր տարածքով գնալ գալն է, թող գնան, իսկ ինչ են նկատում փորձագետները տողատակում։ Սիրանուշ Մուրադյանի անդրադարձը։ Փաշինյանի Թուրքիայից հաշված օրեր առաջ Ալիևի օգնական Հաջիևը էլի վերջնագիրը դրեց սեղանին, Հայաստանի իր պատկերացրած կարևոր քայլերից խոսեց։ Զանգեզուրի միջանցք կոչվածը հիշատակեց, ցինիկ հումոր էլ արեց, միջանցք չեք ուզում, անունը թող լինի անցուղի։ Մենք հիմա ակնկալում ենք, որ Հայաստանը կարևոր առաջին քայլը պետք է անի Զանգեզուրի միջանցքի մասով։ Ես գիտեմ, որ իմ որոշ հայ գործընկերներ բարկանում են միջանցք բառից։ Ես միշտ կատակում եմ, որ Ադրբեջանի ամբողջ տարածքն է միջանցք։ Լավ, այն անվանեք անցուղի։ Մենք ցանկանում ենք առաջին հերթին ունենալ կապ Նախիջևանի հետ, քանի որ 30 տարի մենք զրկված ենք եղել այդ հնարավորությունից։ Բաքու-Անկարա տանդեմը Հայաստանին վերաբերող հարցերում տարաձայնություններ թերևս չունի, Զանգեզուրի միջանցք կոչվածի հարցում հաստատ չունի։ Փաշինյանը Թուրքիայում ասաց, ուզում են մեր տարածքով գնան գան, թող գնան գան, եւ այստեղ դարձյալ հիշատակեց խաղաղության խաչմերուկը։ Հայության այս բանը մեր բոլորիս, վայ նրանց նպատակը Թուրանն է։ Ինչ են ուզում իրանք։ Ուզում են Հայաստանի տարածքով գնան գա, թող գնան գան, վատա դա։ Վատա դա մենք ենք առաջարկում, մենք ենք այս նախագծով, ասում ենք իրանց էլ ենք ասում, ասում ենք ինչ եք ուզում, ասում են ուզում ենք գնանք բան, արևելք, արևմուտք, հյուսիս, ասում ենք գնացեք, ինչու՞մն է պրոբլեմը,
Իսկ ինչի պետք է չգնան։ Պատկերացնեք 21-րդ դարում երկիր դուք կարող եք այսօր ցույց տալ զարգացած որևէ երկիր, որի սահմանները փակ են։ Մասնագետները սակայն միանգամից նկատեցին թուրանական ծրագրում Հայաստան չկա, նրանք այստեղ բացառում են հայերին։ Բացի այդ, նաև նկատում են կառավարության ղեկավարը արդյունավետ արտաքին քաղաքականությունից է խոսում, բայց 57 պետություն ընդգրկող իսլամական համագործակցության կազմակերպությունն ըստ էության վերահաստատել է լիակատար համերաշխությունը Ադրբեջանին, խոսել մեջբերեմ հայկական ագրեսիայից տուժած ազատագրված տարածքները վերականգնելու եւ վերակառուցելու ջանքերի մասին։ Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը իսլամական այդ կազմակերպության նիստում դժգոհել է Հայաստանից։ Երևանը չի կատարում, ասել է պարտականությունները։ Երևանը չի կատարում Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև անխափան հաղորդակցություն ապահովելու պարտականությունը։ Բաքուն առանց շունչ առնելու նոր պահանջներ է առաջ բերում ու ինչ հաշվարկներ է անում։ Արևելքի երկինքը հուրհրում է, Ամերիկան է խառնվել կռվին, Վաշինգտոնն անթաքույց չի բացառում իշխանափոխությունն Իրանում, որ նպատակը ոչ թե պարզապես Իրանում միջուկային զենքի ստեղծումը բացառելն է, այլ իշխանափոխությունը Թրամփն ինքն է գրում, հաստատում սոցիալական ցանցի իր էջում։ Իսրայել-Իրան կրակն ավելի է թեժանում։ Նաև միջուկային աղետի մասին են հազանգում մասնագետները։ Վատ սցենարները Հայաստանի համար վտանգավոր են համարում։ Վատ սցենարը Հայաստանի համար շատ վտանգավոր է, որովհետև եթե Իրանում ապալվեց իշխանությունը, այսինքն խաոս ալինելու ինչ-որ ժամանակ եւ Իրանը չի կարողանալու իր գծող դերը տանել մեր տարածաշրջանում, ապա Ադրբեջանը եւ Թուրքիան լայն հնարավորություններ կստանան Հայաստանի վրա հարձակվելու համար։ Բնականաբար մենակ Իրանը չի զսպում այս պահին Ադրբեջանին եւ Թուրքիային, բայց Իրանը արդյունքի պայուն է զսպման մեխանիզմի մեջ։ Եթե Իրանը չլինի, ապա շատ դժվար կլինի իրենք զսպել նոր ագրեսիայի։ Ինչու կմտնի մերձավոր արևելյան այս սրացումը, մասնագետները չեն շտապում կանխատեսել, չբացառելով երկարատև առճակատումը։ Կողմերը անզիջում են Իրանին Միացյալ Նահանգների հարվածներից հետո Իսրայելի վարչապետ Նեթանյահուն նամակ է թողել լացի պատի մեջ ու աղոթել։ Սիրան Շմիրադյան, ժամը լրատվական։ Աշխարհը շունչը պահած սպասում է, երբ եւ որտեղ կլինի Իրանի պատասխան հարվածը Միացյալ Նահանգներին։ Թեհրանը ուղիղ է ասում, հետ քայլ չի անի, կանի անսպասելին, իսկ այդ ընթացքում Սպիտակ տունն է փակագծեր բացում։ Թրամփի մտքին ոչ միայն Իրանի միջուկային հնարավորությունները զսպելն է, այլև կառավարման փոփոխության հասնելը։ Թիրախում Այաթոլլա Ալի Խամենեին է, պատերազմ օր 11-րդ։ Թեհրանում ցույցեր են կորչի Իսրայելը վանկարկումներով։ Թեհրանի կենտրոնում համաժողովրդական ցույցեր են Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումները դատապարտելու կոչերով։ Մայրաքաղաքի Ենքելապ հրապարակում հավաքվածների շարքում է նաեւ նախագահ Փեզեշքյանը։ Միացյալ Նահանգները հունիսի 22-ի գիշերը հարվածեց Իրանի 3 միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում եւ Սպահանում։ Նախագահ Թրամփը իր տված հրամանը ձևակերպեց երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակում։ Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում։ Իրանի խորհրդարանը հայտարարեց, սպասում էին, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա հարձակում կլինի։ Այդ պատճառով տարհանում են իրականացրել։ Օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել։ Երկրի ատոմային էներգիայի կազմակերպությունը հավելեց, Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո Թրամփը որոշեց գլուխ գովել, թե ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածից հետո Իրանի միջուկային օբյեկտներին մոնումենտալ վնաս է հասցվել։ Թրամփը շնորհակալություն հայտնեց զինվորականներին ցուցաբերած հմտության համար։ Այս գիշեր արդեն ԱՄՆ նախագահը բացեց Պանդորայի արկղը, չբացառելով իշխանափոխությունը Իրանում։ Քաղաքական առումով սխալ է օգտագործել ռեժիմի փոփոխություն տերմինը, սակայն եթե Իրանի ներկայիս ռեժիմն ի վիճակի չէ կրկին Իրանը հզոր դարձնել, ապա ինչու՞ չփոխել ռեժիմը։ Թրամփը սոցիալական ցանցերում ժամ առ ժամ նոր թարմացումներ է անում, մեկ սպառնալիք գեներացնում Իրանի հասցեին, մեկ բանակցությունների սպասելիք ձևավորում։ Այդ ընթացքում Իրանում թունդ ընդգծում են, հետ քայլի տեղ չկա ռազմական սպառնալիքի պայմաններում։ Միջազգային հարթակներում քննադատության ալիքը մեծանում է, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանը, Չինաստանը եւ Պակիստանը հանդես են եկել առաջարկով, որ 15 անդամ ունեցող մարմինը ընդունի բանաձև Մերձավոր Արևելքում անհապաղ եւ առանց նախապայմանների հրադադարի վերաբերյալ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նիստի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանում իրականացված ռմբակոծությունները տարածաշրջանում վտանգավոր շրջադարձ են եւ կոչ է արել վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին։ Ռուսաստանում էլ Պուտին առողջի հանդիպումն է եւ ուրեմն էլի ինչ նորության սպասել Մերձավոր Արևելքից, որը անդադար եռում է ու օդում մեծ պայթունի վտանգ թողնում։ Թրամփը նախքան հարվածը հաշվարկել է ամեն ինչ, հետեւաբար ամեն ինչի պատրաստ է, ասում է ամերիկագետը։ Հիմա գնդակը Իրանի դաշտում է։ Այստեղ ամենակարևոր հարցը հենց դա է, արդյոք Իրանը ինչ-որ
համապատասխան քայլի գնալու է թե ոչ, առաջին եւ երկրորդ Հորմուզի նեղուցի փակման հետ կապված ինչ որոշում է Իրանը վերջին վերջում կայացնելու, սա մի բարդ իհարկե որոշում է լինելու, որովհետեւ այն շատ ցավոտ է լինելու նաեւ Իրանի համար, որովհետեւ Հորմուզի նեղուցով անցնում են համաշխարհային նավթի առևտրի շուրջ 20% եւ այդ թվում հենց Իրանի նավթային պաշարների վաճառք։ Ինչու հեգեմոնը հարկ համարեց նշանն ուղղել դեպի միջուկային օբյեկտներ, փորձագետը ասում է, Իսրայելն իր գործողություններն ավարտել էր։ Խնդիրը վերջնական ձևակերպելու համար հերթն արդեն Վաշինգտոնինն էր։ Եթե ամերիկյան կողմը չէր ներկայացնում եւ հարված չէր հասցնում, ապա մեծ հաշվով Իսրայելը այդ պատերազմել էր անիմաց դառնալ երկու հիմնական թիրախների, որոնց հնարավորություն չուներ Իսրայելը հարվածելու, իհարկե հարցը չէր լուծի։ Թրամփը, որ խաղաղության Նոբելյան մրցանակի է հավակնում, այժմ աշխարհի երկու խոշոր հակամարտություններում առանցքային դերակատար է։ Դեռ ձմռանն էր խոստանում օր առաջ նպաստել ռուս-ուկրաինական հակամարտության դադարին, ակնհայտ է չհաջողվեց։ Շուրջ 6 անգամ բանակցությունների սեղանի շուրջ նստեցին Թեհրանի ու Վաշինգտոնի ներկայացուցիչները Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հարցով։ Այս պահին դժվար չէ արձանագրել, որ դարձյալ անհաջող փորձեր են, հակամարտությունները տաք են, ավարտը հեռու։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ Իրանի միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածներից հետո Հայաստանի սահմանին ճառագայթային ֆոնի փոփոխություններ չեն նկատվում։ Հիդրոօթերոթաբանության և մոնիթորինգի կենտրոնից վստահեցնում են 24/7 ռեժիմով շարունակում են ուսումնասիրությունը, բայց եթե թիրախում հայտնվի Բուշերի ատոմակայանը, ապա Իրանի ուրանի վնասը ավելին կլինի։ Մերձավոր արևելքի կրակները ծածկել կամ առնվազն երկրորդ պլան են տարել ռադիացիոն ճառագայթման գերխնդիրը, որ հիմա դամոկլյան սրի պես կախված է տարածաշրջանի գլխին, փորձագետների տպավորությունն է։ Հարևան Իրանի 3 հիմնական միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյի վառելիքի հարստացման գործարանի, Նաթանզի միջուկային կենտրոնի և Սպահանի տեխնոլոգիական համալիրի թիրախավորումը Միացյալ Նահանգների ավիատեխնիկայի կողմից Հայաստանի բնական ռադիոակտիվ դաշտ փոփոխություններ չի բերել։ Միջուկային և ռադիացիոն անվտանգության կենտրոնից են փոխանցում։ Միջուկային օբյեկտների առաջին իսկ թիրախավորումից հետո են մասնագետները եղել Սյունիքում, մասնավորապես Մեղրիում, Ագարակում, Քաջարանում ու դոզիմետրիկ չափումներ արել։ Հարվածներ են կենտրոններին, որ իրականացրել է Միացյալ Նահանգները Իրանի ուրանի հարստացման կենտրոններին։ Դրանք որպես այդպիսին իհարկե որոշակի ներսում հատկապես այդ կենտրոնային ռադիացիոն ֆոնի խախտում տեղի կունենա։ Բայց դա ասենք պայթյունի այդտեղ վտանգ չկա, էլի, իսկ եթե չկա պայթյունի վտանգ, ապա դրա տարածման վտանգ չկա, որ հարստացած ուրանը կարող է ինչ-որ վնաս հասցնի շրջապատին։ Ռադիոակտիվ ֆոնը բարձրանում է, երբ որ աշխատած միջուկային վառելիքի հետ ինչ-որ բան տեղի ունենում։ Ուրանը ինքնին ռադիոակտիվ է, բայց ուրանի կիսատրվման պարբերությունը կյանքի տևողությունը շատ երկար է ու ինքը այդքան վտանգ չի ներկայացնում։ Վտանգ է ներկայացնում աշխատած միջուկային վառելիքը, որի մեջ շատ ռադիոակտիվ էլեմենտներ կան եւ ֆոնը շատ բարձր է։ ՄԱԳԱՏԷ-ն ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն էլ չունի տեղեկություններ, թե Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակը բարձրացել է, բայց կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել տարածաշրջանում գործող ատոմային օբյեկտների խոցելիությունը աչքի տակ ունենալով։ Մասնագետի պնդմամբ այս հարցում մեր երկիրն էլ կարող է մտահոգվելու պատճառ ունենալ։ Մենք ունենք աշխատող Բուշերի այդ ատոմակայանը։ Ատոմակայանը գտնվում է հարավային մասում, Պարսից ծոցի մոտ։ Ինքը եթե հանկարծ իրեն հարված եղավ, ինքը կառաջացնի ռադիոակտիվ ֆոնի բարձրացում եւ կախված նրանից թե քամին դեպի ուր կփչի, կարող է գալ դեպի Հայաստան։ Կախված թե ինչպիսի հզորությամբ հարված կլինի, ինչ աղետ վթար կլինի, այդ ամենը պետք է հաշվարկվի։ Հաշվարկների մասին արտակարգ իրավիճակների նախկին պաշտոնյան է գրում, եթե ինքը համակարգեր ճգնաժամային հաղորդակցության ու հանրային իրազեկման համակարգը, ապա միանգամից 5 քայլ կաներ։ Առաջնահերթ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման սեղաններին կդներ ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը ու մի շարք այլ օրենքներ, որոնք նախատեսում են ձևավորել ճառագայթային, քիմիական ու կենսաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգ։ Կառավարության անունից կդիմեի ՄԱԳԱՏԵ, Եվրամիություն, ՆԱՏՕ, ՀԱՊԿ, տարբեր երկրների, հայտնելով մտահոգությունս նույնիսկ խոր եւ կոնկրետ ցուցակով օգնության խնդրանքով, առաջին հերթին կալիումի յոդիդ։ Իսկ գործադիրն առայժմ միայն մշտադիտարկում է։ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեից են վստահեցնում, իրավիճակից ոչ մի պահ աչք չեն կտրում, չեն կտրի։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Առջևում թողարկման երկրորդ հատվածն է, կվերադառնանք րոպե մենանց։
Չկա էջմիածին առանց հայության եւ չկա հայություն առանց էջմիածնի, հոգեվոր ուղերձ քաղաքական իշխանությանը։ Պայքարելու ենք Սամվել Կարապետյանի նամակը կալանավայրից։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։ Չկա էջմիածին առանց հայության եւ չկա հայություն առանց էջմիածնի բռնաճնշումներով էլ երկիր չես կառուցի։ Սա է հոգեվոր իշխանության ուղերձը մայրաթոռից ուղված քաղաքական իշխանությանը, որ խառնակորերին ազգին միաբանելու փոխարեն չպառակտեն։ Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնին մեծ թվով հավատացյալներ համախմբվել են մայրաթոռում։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը հայոց եկեղեցու մեծ տոներից է։ Այն նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո կամ հոգեգալստյան կիրակին հաջորդող երկրորդ կիրակի օրը։ Ըստ ավանդության, խոր վիրապում բանտարկությունից դուրս գալուց հետո Սուրբ Գրիգոր Լուսավորչի աչքերի առջև տեսիլք է երևում։ Միածինը ողողված հրաշափառ լույսով իջնում է երկնքից եւ ոսկե ուռով զարկում Սանդարամետի Գետնափոր Մեհյանը, ցույց տալով այնտեղ, ուր պետք է կառուցվեր հայոց Սուրբ Հավատի տաճարը։ Այստեղից էլ առաջացել է Էջմիածին անուն, այսինքն Էջ իջավ միածինը։ Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է իջման Սուրբ Սեղանը։ Միածինը իջավ Վաղարշապատի նշանակված վայրը, այն հիմա եկեղեցին ասում է այդ վայրը, իջման սեղանը կա այնտեղ, իջման քարը կա, եւ ասած այստեղ կառուցես իմ գահը։ Սուրբ Էջմիածնով է միշտ միասնական մնացել մեր ժողովուրդը։ Չկա Սուրբ Էջմիածին առանց հայության, եւ չկա հայություն առանց Սուրբ Էջմիածնի։ Գարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսը մատուցեց Սուրբ Պատարագ։ Միշտ էլ եկեղեցու խորհուրդներին, մանավանդ Պատարագի սրբազան խորհրդին մեր ժողովրդի, մեր հավատացյալների մասնակցությունը, համախմբումը այդ մեծ ընտանիքում մեզ նոր հոգևոր լիցքեր է պարգևում։ Եկեղեցին մեր ընկալմամբ եւ մեր եկեղեցու պատկերացմամբ Քրիստոսին յութեղեն ներկայությունն է այս աշխարհում։ Ժամերգությունների ընթացքում այլ շարականների հետ հնչեց նաև նշանավոր Էջմիածինի հորե շարականը։ Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր եկեղեցու առաքելությունը եւ ենթարկեցնել իրենց շահերին։ Այդ ճանապարհը ցավալիորեն կործանարար բաժանումներ է բերել ներազգային կյանքում։ Օրեր առաջ ականատես դարձանք մի նոր դատապարտելի երևույթի։ Ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի հանդես եկող եկեղեցանվեր հայորդու ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվեց անօրինական հետապնդում։ Արդարև, ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի։ Բռնաճնշումներով երբեք երկիր չի կառուցվի։ Այս գույնը, որը խորհրդանշում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, բազմաթիվ քաղաքացիներ, հավատավորներ Զվարթնոց տաճարի մոտից քայլերթով շարժվեցին դեպի Մայրաթոռ Սուրբ Էջմիածինի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու եւ Գարեգին երկրորդ կաթողիկոսի։ Ակցիայի մասնակիցները հանդիպեցին նաեւ ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Լավ ես։ Շնորհակալ եմ։ Տոնի առիթով հավատացյալների օրհնության, մխիթարության եւ երկրպագության համար դուրս բերվեցին նաեւ Սուրբ Էջմիածնում պահվող Տիրոջ կենաց փայտի մասունքը, Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, Սուրբ Սահակ Պարթե Վայրապետի մասունքը, Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը, Սկևրայի Մասանց պահարանը եւ հայոց ցեղասպանության Սուրբ Նահատակների մասունքարանը։ Նաիրի Մուրադյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։
Հանուն եկեղեցու ազգային արժեքների պայքարի կոչնակ է հնչեցնում գործարար բարերար Սամվել Կարապետյանը։ Նա անազատության մեջ գտնվելու օրերին բարձրաձայնում է այն խնդիրների մասին, որոնք ասում է պարբերաբար տեսնում ու լսում է, թե ներքին, թե արտաքին լուրջ մարտահրավերներ կան, բայց նաև հնարավորություններ, որոնք պետք է ճիշտ ու ժամանակին օգտագործել։ Իմ նկատմամբ կալանքի որոշում կայացնելու օրը կյանքիս ամենահետաքրքիր օրերից մեկն էր, գրում է գործարար բարերար Սամվել Կարապետյանը, բացատրում թե ինչու։ Ասում է, իր աչքերով տեսավ իր իսկ մեղադրանքն ակնհայտ տիպողաբար առաջադրած քննիչի հուզված վիճակը դատարանի կողմից կալանավորելու որոշումը հրապարակելուց հետո։ Փորձառու դատախազի անմխիթար վիճակը ամբողջ դատավարության ընթացքում։ Կոտրված դատավորի կեցվածքը, որը ըստ Կարապետյանի դատավարության ընթացքում իբր զարմանքով տեղ-տեղ արհամարանքով ունկնդրում էր քննիչի եւ դատախազի բերած ապօրինի մեղադրանքը ու սնանկ փաստարկները, դրանով փորձելով դրսևորել կարծես անկողմնակալ, անկախ վարքագիծ։ Այնուհետև 4 ժամ խորհրդակցական սենյակում գտնվելուց հետո ցույց տվեց, որ նա կախյալ է եւ անզոր, բայց ոչինչ, շուտով դատարանները անկախ են լինելու, պայքարելու ենք։ Նամակի երկրորդ մասում արդեն բարերարը գրում է մեջբերում ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով, որտեղ դեռևս 2021 թվականի հունիսի 12-ից իմ նկատմամբ միջազգային հետապնդում է հայտարարված 4 տարի անց 2025 թվականի նույն օրը հունիսի 18-ին Հայաստանում հայ դատավորի կողմից կալանավորվեցի եւ արդեն երրորդ օրն է անցկացնում եմ բանտի խցում։ Կարապետյանը նամակում գրում է, որ ինքն ու իր ընտանիքը ամբողջ կյանքի ընթացքում հնարավորությունների սահմանում ամեն ինչ արել են օգնելու Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին վերջին 17 տարիների ընթացքում կրկնապատկելով աշխարհասփյուր հայության ներդրումները հայրենիքում եւ ստեղծելով աշխատատեղեր, որպեսզի մեր ժողովուրդն ապրի իր հայրենիքում եւ վաստակի իր հանապազորյա հացը։ Գործարարը շեշտում է, միայն այստեղ է հասկացել, որ հայրենիքին այսօր ավելի անհրաժեշտ է պայքարելու եւ չհանձնվելու կամքը։ Ամեն օր միջանցքներում եւ տեսակցության վայրերում հանդիպելով կալանավորներին զարմանում եմ, թե ինչքան ծաղկուն տարիքի տղաներ են այստեղ գտնվում եւ վստահ եմ, որ նրանցից շատերը ինձ նման անօրինական որոշումների հիման վրա, իսկ ոմանք ոչ մեծ հանցագործությունների արդյունքում են հայտնվել այստեղ եւ չվախենալով հսկիչների ներկայությունից բղավում են, որ իրենց վերջին հույսը ես եմ։ Ու այսօրվանից իմ փաստաբանական խմբի բազայի վրա հրավիրելու ենք տարբեր անաչառ փաստաբանների, ովքեր պատրաստ են աջակցել եւ փորձել վերանայել վերջին 7 տարիների այդպիսի գործերը եւ պայքարել ցանկացած հայ մարդու խախտված իրավունքների համար։ Այդ ամենի համար պատրաստ եմ միջոցներ տրամադրել։ Շուտով արդարությունը եւ արդարադատությունը վերականգնվելու է։ Պայքարելու ենք։ Շարունակելի։ Նամակի երրորդ մասն արդեն վերաբերում է Հայաստանի անվտանգային խնդիրներին։ Կարապետյանը համոզմունք է հայտնում շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է։ Իսկ արդեն նամակի 4-րդ մասում բարեգործը խոսում է Սփյուռքի դերի կարևորության մասին։ Ասում է, երբեմն այնպիսի անընդունելի տպավորություն է ստեղծվում, որ Սփյուռքը Հայաստանի կարիքը չունի, Հայաստանն էլ Սփյուռքի։ Այնինչ Կարապետյանը համոզված է, Սփյուռքը կրկին Հայաստանի հենասյուներից մեկը պետք է լինի։ Պայքարելու ենք, այսպես է ավարտում բարերարը նամակի բոլոր մասերը, եզրափակելով շարունակելի։ Տիգրան Ուիկուրինյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ունենք, հեռու մի գնացեք։ Օրինապահները օրինախախտ 8 ոստիկան հեռացվել է համակարգից թմրանյութ օգտագործելու մեղադրանքով։ Մեդիա աշխարհ, ինչ սպասել երեքշաբթի, ավելին հաջորդ թիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Մեր երկրի կապիտալի առաջխաղացման գործում լուրջ ներդրում է կատարում Ամերիա բանկը, ֆինանսական կառույց առաջինն է Հայաստանում, որի հաճախորդները կարող են մեկ զանգով MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ միաժամանակ ավելի քան 30 միջազգային ֆինանսական շուկայում, ինչը խոսում է նոր որակի փորձառության մասին։ Ամերիա բանկը դարձավ Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն է տալիս MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսայի AMX Trader առևտրային համակարգին։ Նոր ինտեգրման շնորհիվ MyInvest-ի օգտատերերը կարող են իրենց բջջային հավելվածից ներկայացնել առողջարքի հայտեր, որոնք ակնթարթորեն արտացոլվում են AMX Trader համակարգում։ Ցանկացած բորսաների համար, ցանկացած կապիտալի շուկայի համար նմանատիպ զարգացումը ինքը կարելի է անվանել հեղափոխական, որովհետև ցանկացած կապիտալի շուկա ձգտում է, որ հասարակությունը ներգրաված լինի բորսաներում
իրական ռեժիմով։ Այս նոր հնարավորությունն էապես արագացնում է գործարքների իրականացումը, բացառում է թղթային հանձնարարականների տրամադրման անհրաժեշտությունը եւ նվազեցնում է մարդկային գործոնով պայմանավորված սխալների ռիսկը։ Այսօր հաճախորդները արդեն իրական ժամանակում կարող են տեսնել իրական գները բորսայի եւ իրական ժամանակում կարող են կատարել գործարքներ ավտոմատ կերպով առանց ձեռքով որևէ միջամտության։ Բացի տեխնիկական կատարելագործումից նոր համագործակցությունը նպաստում է ներդրումային ծառայությունների որակի բարձրացմանը, ապահովելով ավելի հարմարավետ, արագ եւ ճշգրիտ գործիք ներդրումային գործարքների իրականացման համար։ Կարող ենք հնարավորություններ տալ ներդրումներ անել ինչպես հայկական շուկայում, այդպես էլ նաեւ միջազգային շուկայում եւ արդեն կարող ենք ասել, որ միջազգային շուկաներին արագությանը հավասար առևտուրը կիրականացվի նաև Հայաստանի ֆոնդային բորսայով։ Այս ինտեգրացիայի հետ զուգահեռ մենք նաև որոշում ենք կայացրել նվազեցնել հայկական շուկայի համար մեր նվազագույն սակագները 2500 դրամից 1000 դրամ։ Հայաստանի ֆոնդային բորսայի եւ Ամերիաբանկի այս նոր համագործակցությունը շրջադարձային է թե Ամերիկայի թվային ներդրումային ծառայությունների զարգացման եւ թե ընդհանրապես Հայաստանի կապիտալի շուկայի առաջխաղացման համար։ Արդյունքում ներդրողների համար ստեղծվում են որակապես նոր հնարավորություններ, ապահովելով գործարքների արագություն եւ հասանելիություն։ Նաիրի Մուրադյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։ Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Vivan արդեն 15 տարի IT ոլորտի գլխավոր մրցանակաբաշխության գործընկեր ու գլխավոր աջակից։ Արագ փոփոխվող միջավայրում տեխնոաշխարհի վերջին նորությունները Հայաստան բերելու գործում աջակցում է նաև բարձր տեխնոարդյունաբերության նախարարությունը։ Հայաստանը հյուրընկալում է պետական մրցանակի արդեն 16-րդ դափնեկիրին։ Տեխնոաշխարհում Հայաստանի պետական մրցանակի 16-րդ դափնեկիրը ADI ընկերության ղեկավար Վինսենթ Ռոշինն է բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար։ Նրա գլխավորած ընկերությունը կիսահաղորդիչների առաջատար մատակարար է, որն անգերազանցելի լուծումներ է տրամադրում կապի, առաջատար արտադրությունների, առողջապահության, կայուն էներգիայի, սպառողական էլեկտրոնիկայի եւ տրանսպորտի ոլորտներում։ Աջակցելով ինովացիոն նախագծերին, բարձրացնելով նորարարության տեմպերը մեր երկրում, հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Vivan մրցանակաբաշխության երկարամյա գործընկերն ու գլխավոր աջակիցն է։ Vivan հիմնադրման օրվանից թվային տեխնոլոգիաների ու նորարարությունների կողքին է եւ պատահական չէ, որ արդեն 16 տարի ընկերությունն այս մրցանակաբաշխության գլխավոր աջակիցն է։ Մեզ համար իսկապես կարևոր է տեխնոլոգիական ոլորտի առաջատարների այցը Հայաստան, ինչը ոգեշնչման աղբյուր կդառնա։ Հնարավորություն արագ փոփոխվող աշխարհում իրենց հմտություններն ու գաղափարները զարգացնել ցանկացող երիտասարդ մասնագետների համար։ Վստահ ենք, որ մեր համատեղ ջանքերը կօգնեն ստեղծել դինամիկ էկոհամակարգ, որը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիաների զարգացմանը։ Մրցանակաբաշխության նախաձեռնողն ու աջակիցը Սինոպսիս Արմենիան է։ Ընկերության տնօրենի խոսքով համաշխարհային մրցանակի նախաձեռնումը նպատակաուղղված է Հայաստանի տեսանելիության եւ ճանաչելիության բարձրացմանը, ինչպես նաեւ մեր երկրի տեխնոլոգիական հզորացմանն ու անկախացմանը։ Ոչ ոք չէր հավատում, որ այս մրցանակաբաշխությունը կկայանա, եւ ես ամեն տարի ասելու եմ սրա մասին, որպեսզի շեշտեմ այն անհավանական իրադարձությունները, որ տեղի են ունեցել այս մրցանակաբաշխության միջոցով Հայաստանի Հանրապետությունում։ Մրցանակաբաշխությանը աջակցում է նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը եւ Հայաստան համահայկական հիմնադրամը։ Սա մի գեղեցիկ եւ կարեւոր միջոցառում է, որով կառավարությունը եւ տեխնոլոգիական համայնքը եւ հովանավորները, մարդիկ, որոնք որ համախմբվել են այս գաղափարի շուրջ, իրենց հիացմունքն են արտահայտում տեխնոլոգիական հսկաներին, տեխնոլոգիական ոլորտում ունեցած համաշխարհային ավանդի եւ ներդրման համար։ Այս մրցանակաբաշխությունը տարիներ շարունակ Հայաստան է բերում ոլորտի գիգանտների, որոնց նորարարական գյուտերի պրոֆեսիոնալ գործունեության արդյունքում միլիոնավոր մարդկանց կյանքը ավելի դյուրին է դարձել ու բարելավվել։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Ընթերցողի սեղանին միանգամից 10 նոր գիրք է դրել Newmeg-ը, 5-ը փոքրերի, 5-ը մեծերի կարդալու համար։ Հրատարակության հոբելյանական 5-րդ տարվա գրքի փառատոնը երազայգում էր, կարդալը թրենդային է, գիրքը երբեք չի կորցնում իր ժամանակակից խոսքը ուղերձով։
գիրք, գինի, ջազ։ Այս պարզ, բայց խորհրդանշական ձևակերպմամբ արդեն 5-րդ տարին է, ինչ Newmek հրատարակչությունը ամառը դիմավորում է ինքնատիպ մշակութային փառատոնով։ Newmek Summer Fest 2025-ի շնորհիվ երազայգին 2 օր անընդմեջ վերածվեց գրքի, արվեստի ու երաժշտության բացօթյա տոնի։ Այն վայելելու մուտքն ազատ էր բոլոր ցանկացողների համար։ Մենք սովորաբար ձմեռային փառատոնի ներկայացնում ենք հայ հեղինակներին, իսկ արդեն ամառային փառատոնին միջազգային բեսթսելերներ։ Այս դեպքում խոսքը վերաբերում է համաշխարհային ֆուտբոլիստ Մբապեի մասին կենսագրականին, մեզնից մեկը ստում է թրիլերի եռագրության վերջին մասին, 3-րդ հատորին, Արնոլդ Շվարցնեգերի հուշերին, ինչպես նաև բազմաթիվ մանկական գրքերին։ Այս տարվա փառատոնն աչքի էր ընկնում իր ձևաչափային առանձնահատկությամբ։ Առաջին անգամ մեծահասակների գրքի փառատոնին միացել էր նաև երազ գրքի մանկական փառատոնը, միավորելով սերունդներին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, ընթերցանությունը որպես մտքի եւ երևակայության տարածք։ Այս տարի մենք ներկայացնելու ենք նաև դետեկտիվ գրականություն, որը եռագրության 3-րդ մասն է, եւ կարծում ենք, որ այդ ժանրի ստեղծագործության սիրահարները կկարողանան իրենց համար գտնել նոր թրենդային ուրեմն հերոսներ եւ բացահայտումներ։ Փառատոնի շրջանակներում ներկայացվեցին 10 նոր գրքեր, 5 մանուկների, 5 մեծահասակների համար։ Հրատարակչության խմբագիրն առանձնացնում է իր համար ամենասիրելի ժանրային ուղղությունը, որն այս անգամ նվիրված է արհեստական բանականության հիմնախնդիրներին։ Կարող եմ առանձնացնել ֆինանսիստ պարբերականը, որ մենք ներկայացնելու ենք, ֆինանսական գրագիտության վերաբերյալ շատ հետաքրքիր աշխատություն է, որը ԱՊՀ տարածքում կարևորագույն գիտական վերլուծություն է տնտեսական առումով եւ այս անգամ ֆինանսիստը նվիրված է արհեստական բանականության խնդիրներին։ Փառատոնի հատկանշական իրադարձություններից մեկը գիտաֆանտաստիկ գրող Ռուսլան Սաղաբալյանի 7 գալակտիկաների դպրոց գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսն էր։ Գիրքը նախատեսված է 9 տարեկանից բարձր ընթերցողների համար եւ ինչպես նշում են կազմակերպիչները, սա պարզապես մանկական գիրք չէ, այն կամուրջ է սերունդների երևակայության, գիտության, ֆանտազիայի եւ իրականության միջև։ Գիտաֆանտաստիկ վիպակ է 7 գալակտիկաների դպրոցի մասին, որտեղ որ սովորում են տարբեր գալակտիկաների տարբեր ներկայացուցիչներ, երեխաներ։ Այս ինքնատիպ մշակութային փառատոնը եւս մեկ անգամ հաստատեց, կարդալը թրենդային է, իսկ գիրքը երբեք չի կորցնում իր ժամանակակից խոսքը, լինի ֆանտաստիկ կենսագրություն, թե մանկական արկած։ Հասմիկ Անտոնյան, ժամը լատվական։ Ժամանակն է ստանալ ավելին, Արևից Իտալ Սոլար ընկերությունը փոփոխված դիզայնով, բայց անփոփոխ արժեքներով է ներկայանում իր հավատարիմ հաճախորդին, պատմում ապագայի տեսլականի մասին։ Արևն ու վահանակը ապահովում են էներգիայի ստացման հավերժական պտույտը, որ խոստանում է մատչելի ու անվնաս էլեկտրաէներգիա տարվա բոլոր եղանակներին։ Նոր էջ արևային էներգետիկայի ոլորտում իր կայուն դիրքը զբաղեցնող Իտալ Սոլար ընկերության պատմության մեջ վերաբրենդավորված ընկերությունը այսուհետև ներկայանալու է ամբողջությամբ նոր ձևաչափով, նոր տարբերանշանով, փիլիսոփայությամբ, ամենակարևորը պրոդուկտներով ու ապագայի տեսլականով։ Մենք վերաբրենդավորվել ենք, քանի որ նույն ընկերությունը չենք ինչ 2 տարի առաջ։ Մեր աճը պարտադրում է նաև արտաքին տեսքի էվոլյուցիա, որը միայն նոր գույների կամ նոր լոգոյի մասին չէ, այլ մեր ներուժին եւ գաղափարախոսությանը համապատասխանելու մասին է։ Իսկ գաղափարախոսությունը հետեւյալն է՝ միաձուլել արևն ու ժամանակակից տեխնոլոգիաները, խորհրդանշելով մարդու եւ բնության հավերժական կապը։ Այս պարագայում արևն ու վահանակը ապահովում են բնական աղբյուրից էներգիայի ստացման հավերժական ցիկլ։ Արևն է հնչում դահլիճում վերամշակված տարբերակով ու արևին սպասելու խորհրդով ճիշտ այն խոստումով, որ ձևակերպում են Իտալ Սոլարի ներկայացուցիչները, ստացվող էներգիայի հավերժականություն։ Երեկոյի անակնկալն է, երգն ի դեպ կլինի նաև ընկերության գովազդային նոր հոլովակում։ Իտալ Սոլարի արևը Սոնա Ռուբենյանի կատարմամբ է, դառնում է ոչ միայն ընկերության հիմնը, այլև նոր շունչ հաղորդում աղայանական այս ստեղծագործությանը։ Իմ համար շատ հարազատ է այս բրենդը եւ շատ ուրախ եմ, որ այս 2-3 տարիների ընթացքում Իտալ Սոլարը շատերի կյանքը իրոք փոխել է։
կյանքը հեշտացրել է, ֆինանսը շատացրել է իրենց կյանքում։ Իտալ Սոլարը կարելի է ասել sense կայծակնային մտավ, հա, դաշտ իրենց ոլորտ եւ արդեն բավականին լուրջ դիրքեր է գրավում։ Կառաջարկեմ, որ տեմպերը չգցեն հանկարծ։ Շնորհավորում եմ Իտալ Սոլար ընկերությանը, կրկին նորարարական հետաքրքիր ժամանակի հետ քայլող լուծումներ գտնելու եւ ընկերություն լինելու կապակցությամբ գիտեմ, որ շատ ամիսներ պատրաստվել են ու կրկին նորություններով զարմացնելու են մեզ։ Կարծում եմ ժամանակն է արդեն, որ բոլորս օգտվենք նրանց ծառայություններից։ Նոր գույներ, նոր ոճ, բայց անփոփոխ արժեքներ, հիմքում մարդը, ում Իտալ Սոլարը միշտ ասում է, ժամանակն է ստանալ ավելին։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Ժամ լրատվական։ Օրինապահները օրինախախտ ներքին գործերի նախարարության 8 ծառայակից է հեռացվել համակարգից թմրանյութ օգտագործելու համար, ևս 2-ը փորձաքննությունից հրաժարվելու համար։ Ըստ իրավապահ համակարգի ամենաշատ դեպքեր արձանագրվում են ոստիկանության ծառայողների կրտսեր խմբերում, այս եւ օրվա այլ կարևորը մեկ տեսաշարում։ Հայկական ատոմակայանի էլեկտրաէներգիան երկարաժամկետ հեռանկարում կարող է թանկանալ։ Այս մասին հայտնում է Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը։ Հայկական ատոմաէլեկտրակայանից եւ Սևան Հրազդան հեկերի կասկադի էլեկտրաէներգիան համեմատաբար էժան է։ Եվ եթե այն ամբողջությամբ դուրս բերվի շուկա, ապա խոշոր ընկերությունները անմիջապես կգնեն այն, ըստ այդմ քաղաքացիները կստանան ավելի թանկ էլեկտրաէներգիա։ Այդ պատճառով տվյալ կայանները ազատ վաճառքի են հանում արտադրվող էներգիայի 10%-ից քիչ ծավալը։ Նրա խոսքով ատոմակայանն այժմ արտադրում է հանրապետության ամենաէժան էլեկտրաէներգիան, սակայն ապագայում նոր էներգաբլոկի կառուցման հսկայական ծախսերը անխուսափելիորեն կբարձրացնեն արտադրանքի գինը։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, թե ձերբակալել է Ալրոսա ընկերությունից ադամանդներ գողացած եւ դրանք ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքյասյանի ընկերությանը մատակարարած բանդային։ Խոզարկությունների ժամանակ ըստ ռուսական կողմի արգրավել է մոտ 200,000 կարարտ տեխնիկական ալմաստային հումք, փող եւ ոսկերչական զարդեր։ Հանցագործությանը ըստ ռուս իրավապահների մասնակցել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, Բազիկյան եղբայրները, որոնք գտնվում են միջազգային հետախուզման մեջ։ Սուքյասյանի խոսնակը սակայն հերքել է պատգամավորի կապը Ալրոսայից գողացած ադամանդների հետ, նշելով, թե գործարարի ընտանիքը ոչ մի առնչություն չունի ադամանդի գործարանի հետ։ Ծիրանով բեռնված որոշ բեռնատարներ վերին Լարսի անցակետից հետ են ուղարկվել փաստաթղթային խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։ Ավելի վաղ զանգվածային լրատվության միջոցները գրել էին, որ ծիրան տեղափոխողները դժվարությունների են բախվել վերին Լարսի անցակետում։ Նախարարությունից առավոտյան հայտնեցին, որ հունիսի 1-ից 20-ը ժամանակահատվածում Հայաստանից ծիրանով բեռնված գրեթե բոլոր բեռնատարները հատել են Ռուսաստանի մաքսային սահմանը։ 2025 թվականի մայիսի 31-ի դրությամբ ներքին գործերի ոստիկանության 8 ծառայող է ազատվել աշխատանքից թմրանյութեր օգտագործելու համար, ևս 2-ը ծառայողական քննության ընթացքում փորձաքննությունից հրաժարվելու համար։ Ըստ վիճակագրության 2020-ից 2025 թվականներին ոստիկանների ամենաշատ ազատումը եղել է 2024-ին 18 աշխատակից, որոնցից 15-ը թմրամիջոց օգտագործելու, 2-ը ծառայողական քննության ընթացքում փորձաքննությունից հրաժարվելու համար։ Մեկ ոստիկան էլ ազատվել է ծառայությունից մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Ըստ ոստիկանության տրամադրած տվյալների թմրանյութերի օգտագործումը ամենաշատը տարածված է ոստիկանության ծառայողների կրտսեր խմբում։ Երևանի Սարգսակի փողոցում կայանված ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել է թե մեքենան, թե մոտակայքում գտնվող դեղատունը, հայտնում են ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ Ժամը 07:19-ին փրկարար ծառայությունը հազանգ է ստացվել, որ Երևանի Սարգսակի փողոցում կայանված Hyundai Մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն հրդեհի բռնկմամբ։ Նախնական տվյալներով մեքենան գազով է շահագործվել, վնասվել են ավտոմեքենան եւ մոտակայքում գտնվող դեղատան երկաթյա ծածկ։ Վարորդը տեղում առաջին օգնություն է ստացել։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվական։ Եվ եղանակի մասին, որտեղ ինչ ջերմություն կլինի, գիտի Լիլի Հովերը։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։
Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեո աշխարհ, նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում երեքշաբթին կանցնի արևոտ երկնքով, առանց ստեղումների, ջերմաստիճանը կբարձրանա 4-ից 7 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 18-ից 22 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 26-ից 30, Լոռիում 20-ից 24, Տավուշում 24-ից 28 աստիճան, Արարատում Արմավիրում կդիտվի 29-ից 31, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 28-ից 30, Սյունիքի նախալեռներում 20-ից 24 աստիճան, Երևանում օրը կանցնի առանց ստեղումների, այս գիշեր սպասվում է 14-ից 16, ցերեկը 28-ից 30, երեկոյան 22-ից 24 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։